Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում։ Անձը մտել է գերեզմանատան տարածքում գտնվող հանդիսությունների սրահ եւ կրակ բացել ներկաների վրա, ապա դիմել փախուստի։ Հրազենային վնասվածքներից մահացել է 4 հոգի, 7 հոգի վիրավորվել է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սպանությունը կատարել է անձնական անպայրացակամ հարաբերություններից դրդված։ Պայմանագրային զինծառայող Արմեն Մազլախյանը առավոտյան հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից հրադադարը խախտելու հետևանքով։ Նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը գնահատվում է նորմալ։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության խնդիրը վերաբերում է ոչ միայն երկու երկրներին, այլ բոլոր հիմնական խաղացողներին, կարծում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նրա խոսքերով երկու գերտերությունների Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները բացասաբար կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա։ Կնեղանա եւ կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև։ Ինչ վերաբերում է տնտեսական խնդրին, այստեղ էլ կա երկու կարծիք, ասում են, որ մի կողմից դա կարող է բացասական անդրադառնալ, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական դժվարությունները անմիջականորեն կանդրադառնան հայկական տրանսֆերտների վրա։ Մյուս կողմից ասվում է, որ նույնիսկ կարող է սա դրական ազդեցություն ունենալ, ես չեմ կարծում, որ եթե մեծ տերությունները առճակատվում են, երբեք փոքր պետությունները դրանից չեն շահում։ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 91500 մարդ, նրանցից 59500-ը կանայք են, երիտասարդ գործազուրկների թիվը 21400 է։ Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի օգոստոսի 3-ից, այս մասին հայտնում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։ Ծեծելը դաստիարակության միջոց չէ, այդպես ոչ թե երեխային կարգ ու կանոն են սովորեցնում, այլ դարձնում ագրեսիվ, կարծում է հոգեբան Միրդադ Մադաթյանը։ Ըստ նրա, ծեծով մեծացած երեխաներն էլ ապագայում այդպես են վարվում մյուսների հետ։ Բռնությունը կարող ենք մենք համարել ծնողի ինքնաբավարարում, այլ ոչ թե երեխայի համար արված որևէ մի բան։ Կամ այական ծեծի կամ այսի միջոցով հասկացել երեխային բերում ենք նեգատիվիզմի դաշտ եւ վախով չի կարելի երեխային պահել, հետ պահել ինչ-որ բաներից կամ ուղղորդել ինչ-որ ուղղություններով։ Դասերակցության հիմնական իմաստը երեխայի հետ վարվելն է, երեխային ընկալել որպես անձ, մարդ, ու փոքր տարեկից ծնված օրվանից փորձել նրա հետ վարվել այդ կերպով։ Օգոստոսի 6-ին երկաթուղայինների օրվա առիթով երթևեկությունը հարավկովկասյան երկաթուղու ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար։ Այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են 3 հոբելյան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուրի թունելի կառուցման 120-ամյակը, Երևանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 2-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-ից 17 ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից։ Օդերևութաբանների կանխատեսմամբ օդի միջին օրական ջերմաստիճանը օգոստոսի 2-ից 6-ը բարձր կլինի նորմայից 4-ից 6 աստիճանով։ Ազգային ժողովի ընտրություններից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը ընկել է։ 25.1% էր այն ժամանակ լիովին դրական գնահատել եւ 55.5%-ը ավելի շուտ դրական, այսինքն ընդհանուր մոտ 86% էր։ Այստեղ մենք ունենք մոտ 10%-ի նվազում։ Հարցումներն իրականացվել են հուլիսի 5-ից 15-ը Երևանում եւ մարզերում։ Հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի, որոնց ուղղված հարցերից մեկը եղել է. ինչպես է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելավոճը։ 12.6% ասել է լիովին դրական, ավելի շուտ դրական 59%։ 14.6% ասել է ավելի շուտ բացասական եւ 7.6% ընդհանրապես բացասական։ Արդյոք արդարացել են քաղաքացիների սպասումները, վարչապետը պաշտոնավարում է արդեն 8 ամիս։ 3.2% նշել է ամբողջությամբ արդարացան սպասումները եւ որոշ չափով արդարացան 49.2%-ը։ Հարց է ուղղվել նաեւ Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ 2018 թվականից հետո, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահությունը։ Միանշանակ այո 21.4%-ը նշել եւ ավելի շուտ այո 47.2%, ընդհանուր 68.6%-ը նշել է, որ կցանկանային, որպեսզի Կարեն Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը, ավելի շուտ ոչ 12%-ը նշել եւ միանշանակ ոչ 9.2%-ը նշել։ Ցանկալի է, որ իմ փիրակի սատ գործերը շարունակի։
որ ինչ որ արդյունքը վերջնական երևա։ Սկսեց կիսատ պրատ թողնի գնա, ասի ոչինչ։ Տեսնենք, այսքան խոսեց, ինչ պետք է անի։ Ցանկալի է, որ ինքը իր սկսած գործը տանի, բայց մի քիչ էլի, ասենք, այդ ազդեցությունների տակ բանանի, ինքնուրույն կարա ավելի լավ կառավարել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի աշխատանքին, ապա մեր հարցին պատասխանողները տարբեր գնահատականներ տվեցին։ Ինձ թվում է, որ ինքը ուզում է լավացնի ռեսպուբլիկայի մեր վիճակը։ Շիբանը չի արել, ինչ արել, որ ինձ թվում է չպետք է աշխատել, եթե մարդը իր խոսքի տերը չի լինում, ինչ այդքան ասեց կարմիր գծեր կհանեն, ոչ մի բան չարեց։ Բավարար չի, քանի որ չեն կարողանում ոչ մի ձևի ապրել։ Պետք է մեկի անդրադառնամ միջին ու մանր փոքր բիզնեսների վրա, որ դրանք են, որ զարգացնում են պետությունն ու բանը։ Մենակ այն խոշոր բիզնեսները չի, միջին ու մանր բիզնեսների վրա մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնի։ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հարցման համաձայն նախարարներից ամենադրականը համարվել է մշակույթի նախարարի, իսկ ամենաբացասականը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկը։ Այսօր Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարությունը հաստատել է մարդու իրավունքների նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը, արդեն կա համակարգող խորհուրդ, որին քաղաքացիական հասարակությունը կմասնակցի քննարկումների մակարդակով։ Որ մարդու իրավունքների պաշտպանության ուղղված այս ծրագրի սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է կառավարության և իմ ուշադրության կենտրոնում։ Կառավարությունը ոչ թե իր հայտարարությամբ պետք է կարևորի մարդու իրավունքները Հայաստանում, այլ սահմանադրությունն է կարևորողը, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Վարչապետը պետք է բարի լինի կատարել սահմանադրության պահանջը։ Կներեք կարող է մի քիչ կոշտ, բայց դու ով ես, որ ընդհանրապես չանեսել։ Արթուր Սաքունցը պետք է հիասթափեցնի վարչապետին, վերջինս կամ տեղյակ չէ կամ գիտակցաբար լռում է այն մասին, որ մինչև մարդու իրավունքների ռազմավարության նոր ծրագիրը ևս մեկն էլ կար մինչև 2016-ը, որի կատարումն այդպես էլ չի գնահատվել։ Ով պետք է պատասխան տա Գևորգ Սաֆարյանի ձերբակալության, Էլեկտրիկ Երևանի օրերի բռնությունների, լրագրողների ջարդերի, Սասնա ծռերի դատավարության ժամանակ դատարանի դալիճում խմբի անդամներին ծեծելու համար։ Հիշեցնեմ նաև ամենացայտուն օրինակը տնօրենների ներգրավումը ընտրական process-ներին, որը խոսում է հենց դրանց իրավունքների խախտման մասին։ Արթուր Սաքունցը հարցնում է, ինչպես է Հայաստանում հնարավոր խոսել մարդու իրավունքների հանդեպ պարտավորության մասին, երբ քաղաքացին իշխանության ձևավորման մեջ մասնակցություն չունի։ Վարչապետի այդ խոսքը, այդ վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին ցույց է տալիս, որ իրապես սահմանադրությունը իրենց համար հիմնական փաստաթուղթ չի։ Քաղաքացիական հասարակությունն ակտիվ էր մարդու իրավունքների ռազմավարության նոր ծրագրի վերաբերյալ իր առաջարկություններում։ 105 առաջարկություններից կառավարությունը ընդունել է ընդամենը 5-ը, մեր կողմից ներկայացված։ Ընդ որում այդ 5-ն էլ ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի։ Արթուր Սաքունցը գիտի, թե ինչու է վարչապետը մարդու իրավունքների առումով խայտառակ վիճակում գտնվող Հայաստանում խոսում մարդու իրավունքները կարևորելու մասին։ Նոյեմբերին սպասվող Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, որը իհարկե դա զուտ համաձայնագիր չի, ապա դա նաև ֆինանսական լուրջ ներդրումների մասին է խոսքը։ Իսկ մենք գիտենք, որ ֆինանսական ռեսուրսների տեսակետից այս իշխանությունը բավական լուրջ խնդիրներ ունի։ Քաղաքացիական հասարակությունը թույլ չի տա, որ հանրապետական իշխանությունը մարդու իրավունքների իմիտացիոն պաշտպանությամբ շփոթեցնի միջազգային կառույցներին։ Մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային եւ համակարգային բնույթ։ Սասնա ծռեր խմբի անդամ Վարդան Գերավետյանն արդեն 11 օր է հացադուլի մեջ է։ Ընդհանուր վիճակը բավարար կգնահատի այս բայդրությամբ։ Վարդան Գերավետյանը մի շարք պատճառներով հացադուլ է հայտարարել։ Նա բողոքում է իրենց խցերում մշտական խոզարկությունների, ինչպես նաև Սասնա ծռերի նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Պահանջները առաջինը դա քաղբանտարկյալ իրենց ճանաչելն է եւ ոչ միայն ծռերի տեղեքին, այլ նաև մի շարք այլ բանտարկյալներին, մասնավորապես Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին եւ ընկերներին եւ այլն։ Երկրորդ պահանջը այն է, որպեսզի Սասնա ծռերի տղաներին տեղափոխեն Նոբարաշենում գտնվողների մասին է խոսքը, տեղափոխեն այլ խցեր, որպեսզի հնարավորինս զերծ հնարավոր լինի մնալ ընդհարումներից այլ ուրեմն
խցակիցների հետ, թեև այս պայդրության որևէ նման խնդիր չկա արձանագրված, պարզապես դա մտավախություն է, որ բնականաբար այս խուզարկությունները նպատակային հենց իրենց խցերում կհանգեցնեն դժգոհությունների։ Վարդան Գերավետյանը նաև պահանջում է մարտի 16-ին մահացած Արթուր Սարգսյանի մասով քննություն իրականացնել եւ բարձել քննիչների եւ դատավորների որոշումների օրինականությունը։ Նրանց ապօրինի գործողությունների եւ անգործության կապակցությամբ, ինչը հանգեցրել է հացբերողի մահվան։ Իդեպ մի քանի օր առաջ բժշկին թույլ չեն տվել այցելել Վարդան Գերավետյանին, պահանջելով Արաբկիր բժշկական կենտրոնի թոքաբանից լիցենզիա։ Եթե բժիշկը անհատապես չի աշխատում, ԱԴԶ-ով կամ չգիտեմ, անհատապես չի աշխատում, ապա ինքը լիցենզավորում չունի։ Նրա մոտ կա մի հատ դիպլոմ եւ վերջ, եւ այս լիցենզավորումը արդեն կոնկրետ կազմակերպությունն է անցնում։ Քրեակատարողական հիմնարկում հրաժարվել են հիմք ընդունել բժշկական կենտրոնի տնօրենի տրամադրած տեղեկանքը։ Պաշտպանը հարցը փորձել է բարձրացնել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի մոտ։ Նաեւ անդրդելի էր եւ նրա պատճառաբանությունն այն էր, որ այս փաստաթուղթը իր համարի վերջո առ-ոչինչ է, այն հիմքով, ինչը ընդհանրապես ուղղակի բոլոր սահմանները անցնում է, այն հիմքով, որ այս գրությունը ուղղված է ոչ թե իրեն, այլ ինձ։ Վարդան Գերավետյանի մոտ բացի բրոնխիտից ախտորոշվել է նաև հյուսվածքային խփի։ Եւ նշանակումներ կատարվեցին, որոշակի դեղամիջոց նշանակվեց, որը Վարդան Գերավետյանը չընդունեց այդպես էլ, արդեն երբ որ իրեն տրվեց այդ դեղամիջոցը, հաջորդ օրն իսկ արդեն հացադուլ էր հայտարարել Վարդանը։ Բացի Վարդան Գերավետյանից հացադուլ է հայտարարել նաև Սասնա խմբի անդամ Տիգրան Մանուկյանը, իսկ այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկի Ջիրեր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են հղել Սասնա անդամներին հորդորելով դադարեցնել հացադուլը։ Ըստ նրանց հացադուլը շարունակելը կվնասի միայն հացադուլավորների առողջությանը, մինչդեռ նրանք պետք է ուժ հավաքեն պայքարը շարունակելու համար։ Հայաստանում ընթերցողի պակաս չկա, երբ համեմատում ես տպաքանակն ու վաճառվող գրքերի թիվը։ Տարեկան Հայաստանում տպագրվում է 2000 անուն գիրք, եթե այդ 2000 անուն գրքից բազմաթիվ գրքեր հասնում են գրադարաններ, եթե տեսնում են գրախանութներում անգամ դրանցից որոշների 100-ից ավել տպաքանակով սպառում, ապա կարծում եմ, որ կան ընթերցողներ։ Դրանց թվում ոչ թե այն սերունդն է, որ ասում է մեր վախտով լիքը գիրք էին կարդում, դուք հիմա չգիտեմ անգրագետ ջահելներ եք, այլ գրադարան հաճախողների, գրախանութից գիրք ձեռք բերողների մոտ 70%-ը դրանք երիտասարդներ են։ Երիտասարդներին ամենից շատ հետաքրքրում է հայտնի ու լավ գովազդված գրքերը։ Գրականագետը նկատել է, եթե որևէ հայտնի մարդ խորհուրդ է տալիս կարդալ այս կամ այն գիրքը, ապա դրա վաճառքը մեկ ամսում ավելանում է մի քանի անգամ։ Վերջին շրջանում ամենապահանջված ու ամենաշատ վաճառված գրքերը Տապաստանի գայլը, Անասնաֆերման եւ 1984-ն են։ Ժամանակակից հայ գրողներից ամենաշատ պահանջվածը Լևոն Խեչոյանի ստեղծագործություններն են։ Մի 6-7 տարի առաջ, 10 տարի առաջ ժամանակակից գրողի գիրք մարդու ձեռը չէր գնում գնար առնել, որտեղ մտածում էին ինչ պետք է գրի։ Այսօր մենք ժամանակակից գրողներ ունենք, որոնք կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակները։ Մի քիչ ցավալի բան կա, որ ոնց են ասում, փող չեն տալիս պոեզիային։ Վերջին տարիներին հրատարակչություններն ու գրախանութները սկսել են այս կամ այն կերպ խրախուսել ընթերցանությունը։ Հայտնի գովազդը վստահեցնում է, որ գիրք կարդալը մոդայիկ է։ Այդ բոլոր թիթիզություններին, բաներին բախվում են եւ ոնց ասեմ, հայերեն մի հատ քարտու բարգ, ինձ դզում է դա։ Երբ որ մարդը գրքով է ուզում թիթիզանա, ջանտամը թո չի կարդա, դրա մեջ շատ լավ բան կա, որովհետեւ դրա հաջորդ քայլը արդեն այդ գրքի մերձեցումն է։ Գրքերի գների թեման շարունակում է արդիական մնալ։ Շատերի կարծիքով դրանք բավական բարձր են Հայաստանում։ Այս պահին եթե նույնիսկ անհարմար է, բայց մեկ է, դա ոչ թե նրանից է, որ գիրքը թանկ է, այլ միշտ ասել է, մեր երկրում սոցիալական վիճակն է վատ, մեր աշխատավարձներն են ցածր, որտեվ գրքի համար այն ինչ որ գներով որ դրված է գիրքը, դա նորմալ է։ Լոլիտան տեսակ լույս տեսավ վերջերս, դրա համար վճարվել է 2.5 միլիոն դրամ մենակ թարգմանության համար։ Երբ որ Հայաստանում գրքի տպաքանակը 500 է, երբ որ մենք այդ 2 միլիոն 500,000-ը բաժանում ենք 500 օրինակի, ստանում ենք մեկ գրքի միայն թարգմանության ինքնարժեքը 5000 դրամ է։ Պատկերացրիք, ես ինչքան պետք է վաճառեմ այդ գիրքը, որի վրա կատարվել նաև սրբագրական, խմբագրական, տպագրական, էջադրման, դիզայնի, չգիտեմ, խանութ տանել, հեղինակային իրավունք, որը մոտ 1000 եվրո արժեր, այդ դրա իրավունքները գումարեմ ես ոնց անեմ։ Գրքերի ավելի մատչելի լինելու միակ տարբերակն ըստ գրականագետի ընթերցողների ավելացումն է, երբ գրքերը տպագրվեն ու սպառվեն ավելի մեծ տպաքանակով, գներն ինքնաբերաբար կնվազեն։
Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչները պատրաստվում են փակել 9-րդ զանգվածից 7-րդ զանգված տանող ճանապարհը համայնքի ձորում գոյացած ճահճի եւ գարշահոտության պատճառով։ Ինչ անենք, գնենք մարդիկ, սպանենք։ Գարշահոտի ժողովուրդը արդեն չգիտի ինչ անի, ոչ կարողանում է օտափողություններ անի տունը, ոչ հայատը նստել է լինում այդ մոծակների ու գարշահոտից։ Ճահիճն ըստ բնակիչների գոյացել է վերջին 1 տարվա ընթացքում, այն իր հետ բերել է նորքեցներին այնքան խորթ մոծակներին։ Այստեղ մենք 85 թվականից բնակարանը ստացել ենք, մոծակ չի եղել, բայց այսօր մոծակի ձեռքից չենք կարող ոչ դուռ բացենք, ոչ լուսամուտ բացենք։ Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածներում ապրող բնակիչներն ասում են, որ ամռան շոքին երեկոյան չեն կարողանում բացել լուսամուտները։ Իմաստել չունի, մաքուր օդի փոխարեն ճահճի գարշահոտն է լցվում տուն։ Դիմել են բազմաթիվ ծառայությունների, ոչ մեկի գործը չէ։ Զանգել ենք 108, 185, թաղապետարան ենք դիմել, եկեն այլ են մարդիկ ասել են հա միջոցներ կձեռնարկենք, բայց առայժմ անարդյունք։ Էլ թաղապետարան, էլ թեժգիզ Քաղաքապետարան որտե զանգում ասում են դա մեր գործը չի։ Հարկերը բանը հավաքելու ժամանակ իրենց բոլորի գործն է։ Իսկ որ ինչ որ մի բան պետք է ժողովրդի մեզ համար, ընդհանուրի համար անեն, ոչ մեկի գործը չի։ Մեռանք բողոքելով ոչ մի նշանակություն չունի, ոչ գալիս են խոսք են տալի, որ անեն, բայց ոչ մի բան։ Բոլոր բնակիչները չէ, որ իշխանություններից հույսը կտրել են Անուշավան Պողոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապավինելու փորձ ունի։ Ես Տարոն Մարգարյանին հավատում եմ, կլուծի։ Հավատում եմ, որովհետև մի անգամ խոսք տվել, բայց չի արել։ Սակայն նույնիսկ Անուշավան Պողոսյանն է հուսահատության նշաններ ցույց տալիս։ Ինքն էլ թորնիկներ ունի, նրանք էլ են ուզում երեկոյան դուրս գալ բակ եւ խաղալ։ Ճանապարհը պետք է փակենք, լսեն ճամփեգը փակենք, ժողովրդին հանենք դուրս։ Բնակիչներն ասում են, մի քանի խողովակի հարց է, թող թաղապետարանը կամ քաղաքապետարանը բերեն եւ ապահովեն կեղտաջրերի հոսքը դեպի համապատասխան կայան։ Նկարահանման պահին հենց ասֆալտի տակից պայթել էր այս թաղամասի կոյուղատար խողովակներից մեկը։ Այս թաղամասը գարշահոտության պակասից առայժմ չի բողոքի։ Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմից հաստատում են, որ ճահճի մասին ահազանգը բազմաթիվ անգամ են ստացել։ Պատասխանի մասին բայց չեմ կարողացել այս պահին։ Իսկ ամենազանգստանն եմ գրանցել եմ փոխանցում եմ կատարողներին, իսկ կատարողները ինչ են կատարել։ Ճիշտ ասած չեմ կարողացել նորից կհազանգել, տեսնենք ինչով է ինչ պիտի Ճահճին մերձ ապրողները նոր խոստումներ լսելուն պատրաստ չեն։ Նրանք լավ են հիշում, թե ընտրությունների ժամանակ պատգամավորության տեխնատուներն ինչպես էին իրենց կոտորում կոյուղուն վերաբերող մի հարցի լուծմանը մասնակցելու համար։ Միրան Պողոսյաններ, չգիտեմ են Տարոնյաններ զակն է, բա կռիվ ենամ թե ով վերցնի ֆինանսավորի։ Այդ օրից թաղամասը սպասում է իր ընտրյալներին թե ազգային ժողովից, թե քաղաքապետարանից եւ թե թաղապետարանից։ Բնակիչներն ասում են, այս հոտը նրանց կօգնի շատ արագ գտնելու մեզ։ Արտիկի խցանված սելավատարները մաքրվում են արդեն ամիսներ շարունակ։ Աղբի կուտակումները հսկայական են։ Աշխատանքի հիմնական մասն արվում է Մողրովենց ու Բզբուլենց ձորերում։ Վիճակը որեգան ահավոր էր, բայց հիմի կարելի է հաշվել բավարար, ասել բավարար։ Ահավոր ասելով, որ յուրաքանչյուր վայրկյան կարող էր նորից ջուրը լսվել քաղաք։ Կոյուղաջրեր են գնում եւ աղբ էր թափված, բայց հիմնականում արտիկ տուֆի հանքերի թափոններն էր։ Կառավարությունը 172 միլիոն դրամ էր տրամադրել սելավատարների մաքրման համար։ Մրցույթը շահել էր Բաղրամյան կազմակերպությունը։ Այս պահին 4 խումբ է աշխատում։ Աղբի հեռացումից բացի նաև բազալտե ու բետոնե պատեր են շարվում։ 7 տեխնիկա է օգտագործում, հիմնականում ավտոկրուն կատարում են մոնտաժման աշխատանքներ, ամբարձիչները բեռնատվանը տեղափոխում են թափոնները։ Դժվարությամբ են մաքրվում հիմնականում կամրջակները ժամանակի ընթացքում դրանց վրա շինարարություն է արվել։ Կառույցներ կան, աղբը տեխնիկայի միջոցով դուրս հանել չի լինում։ Շինարարը լրացուցիչ աշխատանքներ է կատարում, որպեսզի խողովակները տեղադրում, որպեսզի կարողանա ջուրը տեղափոխել մի կողմի վրա, մյուս կողմը կատարել շինարարական աշխատանքներ, հետո մյուս կողմից տեղափոխում է խողովակները մյուս կողմը։ Տեխնիկական վերահսկողություն է իրականացվում, նախագծում որոշ փոփոխություններ են արվել, որոնք համաձայնեցվել են պատվիրատուի եւ նախագծողի հետ։ Որոշ հատվածներ, որտեղ հիմքեր չեն եղել նախատեսված, քանի որ նախագծման ժամանակ ուսումնասիրություններ անհնարին եղել կատարել, այդ հիմքերն է իրականացվում, բետոնային աշխատանքներ է կատարվում, տեղեր կան, որտեղ բետոնային աշխատանքները քիչ է նախատեսված, կատարվում է լրացուցիչ աշխատանքներ, հիմնականում հատակների հետ կապված, եւ սելավատարը մաքրվում է, եթե կան դժվարություններ, արդեն տեղակ է պահվում իրենց, թե որտեղ ինչ հարցեր կա առաջացվում։ Շինարարն իր գործի համար երաշխիք տալիս է, բայց թե աղետի դեմն ինչքանով են կարողացել առնել, դժվարանում է պատասխանել։